Բարև ձեզ թանկագիններ, մենք այսօր շարունակում ենք Թվոց գրքի 23 և 24 գլուխները։ Բաղակ թագավորը Բաղամին տարավ բարձր տեղեր, որպեսզի այնտեղից նա նայի Իսրայելի ժողովրդին և անիծի նրանց։ 3 անգամ նրանք զոհասեղաններ պատրաստեցին և 3 անգամն էլ Բաղամը փոխանակ անիծեր, սկսեց օրհնել Իսրայելին։ Բաղամը ինքն ասաց, ինչպես կարող եմ անիծել մի ազգի, ում Աստված չի անիծել։ Ինչու է սա կարևոր մեզ համար այսօր։ Առաջինը անեծքը դառնում է օրհնություն։ Հռոմեացիս 8:28-ը նույնպես է ասում։ Սա Աստծո զորությունն է, երբ թշնամին ծրագրում է քեզ վնասել կամ անիծել, Աստված կանգնում է հենց այդտեղ այդ ճանապարհին եւ թույլ չի տալիս։ Եվ ասում է Իսրայելի դեմ կախարդություն չկա եւ Հակոբի դեմ հմայություն։ Սիրելիներ, եթե դուք Աստծո պաշտպանության տակ եք, ոչ մի չար ուժ դիվական աշխարհը չի կարող հաղթել ձեզ։ Երկրորդը Աստծո հավատարմությունը։ Աստված Բաղամի բերանով հայտարարեց, Աստված մարդ չի, որ սուտ խոսի։ Այն ամենը, ինչ Աստված խոստացել է, ձեզ նա կկատարի։ Մարդիկ կարող են փոխվել, կարող են դրժել իրենց խոստումը, բայց Աստված մնում է հավատարիմ իր խոսքին, հալելույա։ Մարկոս 13:31։ Երրորդը, սիրելիներ, Աստղի մարգարեությունը։ 24-րդ գլուխը մենք հանդիպում ենք Աստվածաշնչի ամենագեղեցիկ մարգարեություններից մեկը։ Բաղամն ասում է, մի աստղ է ծագելու։ Հակոբի եւ նրա գավազանը բարձրանալու է Իսրայելից։ Այդ աստղը, թանկագիններ, Հիսուս Քրիստոսի մասին է, ուղղակի Քրիստոսը ծնվեց որպես այդ աստղը։ Նա է մեր փրկիչը, ով կարողանում է մեր խավար կյանքի մեջ իր լույսը բերել։ Հաճախ մենք անհանգստանում ենք, թե ինչ են մտածում մարդիկ մեր մասին, բայց հիշեք, ձեր կյանքի վերջին խոսքը պատկանում է Աստծուն, ոչ թե մարդկանց։ Եթե Աստված ձեզ օրհնել է, աշխարհի ոչ մի ուժ չի կարող անիծել։ Դուք ապահով եք նրա ձեռքերի մեջ։ Եկեք աղոթքով ավարտենք։ Ով երկնային Հայր, շնորհակալ ենք քո հզոր պաշտպանության համար, շնորհակալ ենք, որ դու մեր դեմ ուղված ամեն անեծքը դարձնում ես օրհնություն։ Խնդրում ենք, օգնիր մեզ վստահել քո խոսքին եւ միշտ տեսնել այն աստղը Հիսուս Քրիստոսին, ով լուսավորում է մեր ճանապարհը։ Ամեն։ Թանկագիններ, եթե այս կարճ պատգամը քեզ